Էլիս, որ խնդրեմ դուռը կբացես։ Ես երևի քոնն է, բայեսակից տանգել։ Կարող ես նշանա, որ ամեն դեպքում մնաս սուրճ խմես։ Ոնց որ համոզում ես։ Մագդա, ես… Բարև ձեզ։ Ես ուղղակի ջերմաչափը չեմ գտնում, կներեք, որ ձեզ խանգարում եմ։ Ուզում էի հարցնեի, կարող է տեսել ես։ Հա, սենյակում է Էլիս։ Լավ։ Կարող եմ ամեն դեպքում համոզեցի։ Չէ, ես գնացի, լավ մնա։ Արևը ջերմություն ուներ։ Քնել արթնանակ չափան։ Դու են տղային ճանաչում էիր։ Ում։ Որ նոր ստեղ էր։ Ես, չէ։ Բայց ինձ թվաց, որ ինքը քեզ ճանաչում է։ Դժվար։ Հիվանդանոցի մոտ էի, ինձ այդքան լավ չի զգում, տուն բերեց։ Հետո դրամապանակս թողել էի մեքենայի մեջ։ Բայց ազնիվ տղա էր, հետ տվեց։ Բայց որ սուրճի հրավիրեցի, հրաժարվեց։ Որ խնդրեմ կօգնես վերև բարձրանամ, էլ ուժ չունեմ։ Էլիս։ Հա, իհարկե։ Քիչ մնաց հեսա կապակինվեմ, էլ քեզ նեղություն չեմ տա։ Նեղություն չի։ Էլիս մի հատ կբացատրես ինձ քո պահվածքի իմաստը։ Ինչի ձևացրեցի, որ ինձ չես ճանաչում, իմաստը։ Էլիս, որ խնդրեմ կօգնես նստեմ։ Բայց ես ուզում պարկես։ Ուզում եմ, ուղղակի Արշակը մի քանի ֆայլ ուղարկեց, դրանք ստուգեմ, հետո կքնեմ։
Էլիս, որ շատ խնդրեմ մի բաժակել ջուր կբերես, գիտեմ, որ այսօր քեզնից շատ բան եմ արդեն խնդրել։ Հանգիստ տեղի։ Ամեն ինչ նորմալ է։ Հիմա կբերեմ։ Նորը խնդրում եմ գնա էլ այստեղից։ Ոչ մի տարօրինակ բան չի եղել։ Ընդամենը աշխատանքի եմ եկել։ Առաջին օրն այն աշխատանքի եմ եկել ստեղ կանգնել ես։ Մարդիկ կանհանգստանան։ Կմտածեն ընտանիքով ենք եկել։ Նորը խնդրում եմ գնա էլ այստեղից։ Ոչ մի տարօրինակ բան չի եղել։ Ընդամենը աշխատանքի եմ եկել։ Առաջին օրն այն աշխատանքի եմ եկել ստեղ կանգնել ես։ Մարդիկ կանհանգստանան։ Կմտածեն ընտանիքով ենք եկել։ Խփոյ է այս աղջիկը։ Էլիս, այս տղան դեռ մեր բակում է։ Կարող է ինչ-որ մեկին է սպասում։ Չգիտեմ։ Կարող է ուզում է ներս գա, բայց ես հրավիրեցի մերժեց։ Կարող է չպետք է թողնեի, որ ինձ տուն բերեր։ Երևի մարդ է սպասում։ Ես գնամ երեխու մոտ։ Արթնացել ես բանես։ Հա, արդեն լավ եմ։ Դե շատ լավ է, որ լավ ես։ Ապրի իմ աղջիկ։ Արև, հիշում ես չէ ինձ ինչեր խոսք տվել։ Թե հետ բերել եմ, որ խմես։ Իսկ կարող է պապան օգնի քեզ։ Խմի։ Ապրի իմ աղջիկը։ Գանց, դες քեզ ինչ եմ ասում։ Դու չպետք է հիվանդանաս։ Դու որ հիվանդանում ես, պապան քո այդ հավասար հիվանդանում է, գիտես։ Դու հիմա հաստատ լավ ես, չէ՞, փորիկդ չի ցավում։ Իսկ կարող է թեկուզ մի քիչ ցավում է, բայց ինձ չես ասում։ Դու ինձ չխաբես, ճիշտն ասա, որ ես քեզ օգնեմ, բժշկի տանեմ։ Գանձ դու որ հիվանդանում ես, ես ինձ կորցնում եմ, գիտես։ Ինչ պապ։ Որովհետև ես քո պապան եմ, իսկ երբ որ բալիկները հիվանդանում են,
Պապաները լրիվ թուլանում են, այսպես թուլանում են։ Չէ, պապ, արդեն ասեցի, լավ եմ։ Դե շատ լավ է։ Տակություն ունես։ Հիմա թե ես կխմեմ, կիջնի։ Մի հատ էլ կխմես, հետո ես քեզ կգրկեմ, որ շուտ անցնի, հա? Դե խմի։ Ես հիմա կգամ։ Ալիս ջան, զանգեցիր ծնողներիդ։ Ալինային արդեն վիրահատության են նախապատրաստում։ Ծնողներս չեն կարող գալ։ Էլիզը գիտես որտեղ է աշխատում։ Չէ։ Գիտեմ, որ 10 տարեկան երեխա է խնամում։ Իրան տարօրինակ է պահում։ Ինչ արել որ։ Առաջին օրն է գնացել։ Էդ երբ հասցրեց իրան տարօրինակ պահի։ Նոր այսօր մեր դասանի Ռոբն է գալու մեր տուն, որ պարապենք։ Այդ Ռոբը ինչ որ շատ չի գալիս գնում։ Կարող է ջղայնանամ։ Դու իմ վրա։ Աչքովս տեսնեմ չեմ հավատա։ Այ տենց եմ արել, դրա համար է սենց է։ Նոր քեզ ինչ ա եղել։ Ինչ ես անում։ Էս է ինձ պակաս։ Մագդա։ Մագդա։ Ինչ ա եղել Արշակ, ինչ ես կորցրել։ Նոր գործարքից հաստատման թուղթը։ Ձեռքս էր, հիմա չկա։ Բայց վստահ ես, որ տուն ես բերել։ Հա, վստահ եմ, արևի սենյակ մտնելուց ձեռքիս է եղել։ Երևի այնքան խառն եմ եղել, չգիտեմ ուր եմ դրել։ Քնեց արևը։ Ես 25 րոպեից հանդիպման եմ։ Եթե թուղթը չգտա, անիմաստ է գնալը։ Այն նորից այդ քաշքշուկների մեջ եմ ընկնելու, պետք է Ամերիկա ուղարկեն, որ հաշվապակնիկը դնի, հետո հետ ուղարկի, այդ էլ ժամանակատար է։ Այդ մարդը այսօր երեկոյան թռնում է Մոսկվա։ Մագդա մի հատ ամբողջ տունը նայի։ Էլիս ջան, խնդրում եմ, կօգնես Մագդային։ Հա, իհարկե։ Մագդա, դու գնա քո սենյակ, ես գնայեմ։ Կնիկ կա թղթի վրա։ Հա, այսօրվա ամիս ամսաթվով։ Ես էլ մեքենայի մեջ գնայեմ։
Ես Մեքենայի մեջ էլ չկար։ Ես էլ չգտա։ Խոհանոցում էլ չէր։ Ախր շատ կարևոր էր, չգիտեմ ինչ եմ անելու։ Բայց ես ինչի եմ հիշում, որ ձեռքիս էր։ Լավ է եկար։ Նոր, շատ հոգնած եմ։ Նստի։ Այսօրվա կինոն բացատրի ինչ էր նշանակում ու գնա հանգստացի։ Նոր արդեն բացատրեցի։ Ուղղակի այդ մարդը չի սիրում, որ իր տուն մարդիկ են գալիս ու գնում։ Ինքը դողում է իր ընտանիքի վրա, հասկանում ես։ Նույնիսկ ինձ ասելա, որ իմ հետևից ոչ մեկ չգա, որ եթե պետք լինի, ինքը ինձ կճանապարհի տուն տաքսիով։ Ինչի՞ էդիշ գախնի կյանքով ապրում էր։ Գախնի կյանքով չի ապրում։ Ուղղակի կասկածամիտ է։ Ու դու այդ տանը աշխատում ես։ Նոր, բայց իրանք ինձ շատ լավ են վերաբերվում։ Դու ինձ ապուշի տեղ ես դրել։ Ես ընդեղ կանգներեի չգիտեմ ինչ ասեմ։
Հələ մի հատ էլ գալի ասում ես բարև ձեզ, ոնց որ ինձ չես ճանաչում։ Կապիկի տեղ ես ինձ դրել։ Դե հիմա ինչ ճիշտն ասա։ Այս անտրամադիր ես Արշակ։ Չէ, չղայնացած։ Գործս չստացեց։ Շատ կարևոր էր։ Բայց դու դրա մասին մի մտածի, ամեն ինչ լավ կլինի։ Բա երեխեն քնեց։ Հա, քնեց։ Դու էլ գնա քնի։ Թայմի ջալուց։ Էլիզի հետ լեզու գտնում եք։ Դե դու ասել ես սպասի, ես էլ պիտի սպասեմ։ Բայց մեկա չես հավանում, չէ։ Թե որ ասեմ չէ, պիտի բացատրեմ ինչի համար։ Ես էլ չգիտեմ, ուղղակի զգում եմ, որ այդ աղջիկը վստահելի մարդ չի Արշակ։ Դե լավ Արշակ, ես գնամ քնեմ։ Բարի գիշեր Արշակ։ Բարի գիշեր։ Էլիս, գիտես, այն ինչ որ հիմա դու անում ես, ես միշտ պատկերացրել եմ, որ պետքա նորոն անի որպես տղա։ Բայց արի ու տես, որ իզուր եմ հույսս դրել նորոյի վրա։ Դու ճիշտ ես, ես քեզ հասկանում եմ։ Այս կյանքում բոլորը պետքա պատասխան տան իրենց արածների համար։ Ինչի պետքա ձեր չապրած մանկության հաշվին այդ երեխեն իրանն ունենա։ Ինչի։ Որտեղ ա գրած, որ մեկից պետքա խլեն, որ մյուսին տան ու վայելեն։ Որտեղ։ Տատ, ինչ լավ է, որ դու ինձ հասկանում ես գոնե։ Որովհետև իմ աչքի առաջ եք տանջվել։ Ես չգիտեմ, թե նորոյի հետ հիմա ինչ է կատարվում, Էլիս, բայց դու իրան մի լսի։ Դու հիմա ավելի ճիշտ ուղղության վրա ես։ Մայրդ չկա։ Ու այդ բեռն էլ է այդ մարդու ուսերի վրա։ Որ չգար ու ամուսնացած կնոջ հետ չկապվեր, հիմա մայրդ ողջ առողջ ձեր կողքին կլիներ։ Ես քեզ խոստանում եմ։ Տատի, ես խոստանում եմ։ Այդ Արշակը պատասխան է տալու։ Ծնկաչոք գալու է ներողություն խնդրի։ Կհասկանալու է ինչ է նշանակում լացել, նեղվել, կարոտել։ Ու իր երեխեն էլ չի տենալու այն մանկությունը, որը որ մենք չենք տեսել։ Հա, ճիշտ է, ես գիտեմ։ Ես գիտեմ, որ երկար ես չի շարունակվելու։ Ես գիտեմ, որ իրենք իմանալու են ես ով եմ։ Բայց ինձ մեկը ինչ կլինի։
Ես չեմ լսելու նորոյին տատի։ Ես մինչև վերջ գնալու եմ։ Ես գիտեմ, որ ես ճիշտ եմ անում։ Հա, հստակ գիտեմ, որ ճիշտ եմ անում։ Ուղղակի չեմ հասկանում մեկ ինչի եմ սենց նեղվում։ Մեկ լացս գալիս է։ Այդ երեխան էլ այնքան նման է։ Ինչ ուզում է լինի։ Նորոն պիտի չիմանա։ Հանկարծ չասես տատի նորոյին։ Բարի լույս։ Ալինան արթնացել է։ Հա, արթնացել է, լվացվում է։ Գնա նստի քեզ էլ սուրճ բերեմ։ Էլիզա աշխատանքի ես։ Հա, հիմա պիտի դուրս գամ։ Շատ ավելի լավ։ Ուրեմն պստոյին կտանեմ, հետո կտանեմ քեզ աշխատանքի, հետո կգնամ իմ գործերով։ Պետք չի ինձ տանել, ես կգնամ դու գործերիդ նայ հանգիստ։ Չէ, քանի մեքենա մոտս է կտանեմ։ Քուրս ես, նա քեզ չտանեմ ու տանեմ։ Չէ, պետք չի ինձ տանել, ես մենակ եմ ուզում գնամ։ Ինչի՞։ Առաջ ուրախանում էիր, որ միասին որոշում էինք դուրս գայինք տնից։ Իսկ հիմա ինչ փոխվեց։ Նորո։ Ինչ։ Թե չես ուզում նկատեն։ Չես ուզում, որ հասկանան, որ աղբեր ունես։ Այդ չեմ կարում հասկանամ։ Ինչի համար ես վախենում, ինչ ա եղել։ Հանգիստ եղի։ Հերու կկանգնեմ չեն նկատի։ Ոտ-ոտ կհասնես գործի տեղ։ Սպասի։ Ուզում եմ մենակ գնա, թող մենակ գնա։ Ինչու՞մ է խնդիրը, տղա ջան։ Խնդիրը նրանում է, որ այս մարդը ինչ-որ բանից վախենում է, կամ ինչ-որ մեկից։ Ես չեմ կարող հասկանամ, մարդ ոնց կարա ամաչի աղբոր ինչ-որտեղ ներկայացնելուց։ Եթե այդ աղբերը ոչ գողա, ոչ հանցագործա, ոչ մարդասպանա, կբացատրես հասկանամ։ Ես քեզ երեք բացատրել եմ։ Իսկ դու վստահ ես, որ քո բացատրածը ինձ հերիք էր։ Նորո, ես ընդհանրապես ուզում եմ գնամ աշխատանքի։ Ես որ գամ իմ քիթը մտցնեմ քո գործերի մեջ, քեզ դուր կգա, դուրը չի գա, չէ՞։ Ես ի սկզբանե դեմ եմ եղել քո աշխատելուն։ Ես քեզ պահել եմ, ավելի ճիշտ ձեզ պահել եմ ու էլի պատրաստ եմ պահեմ։ Ես մենակ մի բան չեմ կարում հասկանամ։ Խնդիրը ինչու՞մ է։ Ինչ խնդիր կա, որ դու չես ուզում, որ ես իմանամ որտեղ ես աշխատում, որ իրանք ինձ ճանաչեն։ Կբացատրես։ Ես ընդհանրապես ուզում եմ մենակ Գնա։ Քեզ լավ որ բալես։ Նոր պատրաստ եմ գնամ։ Կյանքս չես նեղանա, չէ, որ այս անգամ քեզ չտանեմ։ Դե թե գործեր ունես։ Հա, իրոք ունեմ։ Հա, կգնամ։ Ռոբի հետ։
մենք մեր տան մոտի այգում ենք։ Արշակը մեզ բերեց ու գնաց աշխատանքի։ Արի միասին մի քիչ մաքուր օդ կշնչենք, նոր կգնանք տուն։ Բարև։ Հայ, Ո՞նց ես։ լավ դու։ Լավ, բա Մագդան ուր է։ Այնտեղ նստած է։ Դարի գնացինք։ Բարի լույս։ Բարի լույս։ Այսօր եղանակը լավներ, ասեցի մի քիչ դուրս գամ տանից։ Հա, քանի արևա կարելի է դուրս գալ։ Էլիս Արշակը ասեց, որ քո հետ խոսալու բան ունի, բայց կարող է ուշ գա։ Ինքը քեզ տուն կտանի, ուղղակի պետքա սպասես։ Բարև ձեզ։ Նորո։ Փաստորեն անունս հիշել ես։ Ճիշտ ասած անցնում էի, պատահական նկատեցի, ասեցի մոտենամ, ամեն կիմանամ ոնց եք։ Մենք գնանք երեխու հետ խաղանք, հա։ Բարև ձեզ։ Բարև ջուտիկ։ I didn't catch that. Դե հիմա երեխուն ոնց բացատրեմ, ինչի ճուտ ասեցիր։ Բարև սիրուն աղջիկ։ Սենց ավելի պարզ է։ Էլիս արի։ Չեմ խանգարում, չէ։ Չէ, ես երկու ոտքի վրա կանգնելուց բացի ուրիշ բան չունեմ անելու։ Ոչինչ, կանցնի։ Ինչ լավ ջուտիկ է։ Հա, ինքը մեր արևն է։ Համ անունն արև, համ էլ ինքն է արև։ Քո աղջիկը չի, չէ։ Ինչի ես այդքան մեծ եմ երևում։ Չէ, Ուղղակի չգիտես ոնց հարցնես արևը ով է։ Արևը աղբորս աղջիկն է։ Ուղղակի ես էլ որ հիմա չեմ քայլում, Էլիզը մեզ օգնում է։ Ինձ էլ արևի հետ կերակրում է ու զբոսանքի է բերում։ շատ լավ կյանք է։ Դե, չենք բողոքում։ Ոնց հասկացա, երեխեն հայերեն լավ չի հասկանում։ Ամերիկայում է մեծացել, բայց հասկանում է։ Դե ուղղակի մի քիչ բարդ պահ է բացատրել իրան, որ Հայաստանում ճուտը կոմպլիմենտ է։ Մենք հիմա միշտ սենց պատահական հանդիպելու ենք։ Այսինքն այս մեր հանդիպումը պատահական չէր, չէ։ Արի հարցեր մի տուր, որ չխաբեմ, հա։ Այդ արդեն մեծ պլյուս է, որ դու ինձ չես խաբում։ Այսինքն պլյուս է, որ պատահական չենք հանդիպել, թե նույնիսկ եթե տենց չի, էլի պլյուս է։ Արդեն պրովոկացիոն հարցեր ես ինձ տալիս։ Կներես։ Հա ջան։ Հա նորմալ ենք։ Հա արևը Էլիզի հետ խաղում է։ Դե կարող է գնանք միտեղ հաց ուտենք, հետո նոր գանք տուն։ Չէ, ջերմություն չունի։ Լավ կխոսանք։ Աղբերս էր, արևի պապան։ Ուղղակի արևը մի քիչ ջերմություն ուներ, անհանգստանում է։ Ոնց հասկացա խիստ պապա է, հա։ Չէ, ընդհանրապես։ Այդ բառը իր հետ ընդհանրապես կապ չունի։
Իմիջելոց կիսելու էի, Ալինա ջան։ Գործը հեշտացնում եմ, ինչ ես ուզում։ Բայց ես ինչ լկստված երեխա ես դու Ալինա։ Ռոբ ջան, քեզ էլ այդքան շատ սիրեին, դու էլ տես լկստված կլինեիր։ Համել ամբողջ ընտանիքը կռիվ է անում, թե ով այնց ավելի շատ սիրում։ Ես էլ չգիտեմ ինչ անեմ, որ իրանց հավասար սիրեմ։ Դե քո կյանքն էլ կյանք չի Ալին ջան։ Բայց մի բան ասեմ, մեր մեջ մնա։ Նորոյին ամենաշատն եմ սիրում։ Բայց Էլիզը հա ջղայնացնում է իրան։ Այ հենց մեկը երեք տատի հետ ինչ-որ բան էր փսփսում։ Հեչ լավ նշան չի այդ։ Ինչ դետեկտիվ պատմություններ ես պատմում Ալինա։ Կինո, Ռոբ ջան, կինո։ Որտեղ Էլիզը համ ֆանտաստիկ է, համ կռիվ կինո, համ էլ կոմեդիա։ Դու Էլիզին լավ չես ճանաչում։ Մի րոպե Ալինա, սպասի գալիս եմ։ Ես գնամ լվացվեմ։ Մեր հետ ես չէ հաց ուտելու էլիս։ Մենակ չասես չէ։ Ինձ թվում էր դու ջղայն ես, բայց շատ լավն ես։ Սիրել ա քեզ։ Արշակը ճիշտ է ասում, ինքը իսկական արև է։ Էլիս, ես չեմ հավատում այդ պատահականությանը։ Ինձ թվում է ինքը ինձ հետևել է, դրա համար էլ մեր տան մոտ է եկել։ Ով։ Նորոն Էլիս։ Երեկ էլ ամբողջ օրը ինձ էր սպասում։ Հաստատ մտածում էր, որ դուրս կգամ։ Կարող է ուղղակի պատահականությունը։ Ինքը շատ լավ տղա է Էլիս։ Արևն էլ հենց տեսավ իրան միանգամից հավանեց։ Դե երեխեքը միանգամից զգում են լավ մարդկանց։ Մնում է վաղն էլ կարողանամ իրան պատահական գոնե այգում տեսնեմ։ Լավ Էլիս, ասածներիս ուշադրություն մի դարձրա։ Հաստատ ես եմ ուղղակի շատ կենտրոնացել։ Եթե պատահականություն է, մենք էլ չենք հանդիպի։ Բայց եթե չէ… Եթե չէ, ինչ։ Դե եթե չէ, ես վաղը իրան իմ համարը կտամ, որ էլ պատահականության հույսին չմնամ։ Այսքան շուտ։ Բարև ձեզ։ Հա, գործս քիչ էր։ Դու այսօր ազատ ես։ Ինչի։ Դե ես արդեն տանն եմ, երեխեքին տեղ կտանեմ, բայց ես քեզ տուն կտանեմ։ Չէ, ես կգնամ։ Չէ, ես քո հետ խոսալու բան ունեմ, ես կտանեմ։ Պապ, գնի ես էլ գամ։ Չէ, բալես։ Ինչի։ Ընդամենը գնում ու գալիս ենք։ Please։ Դե եթե կարաս մերժի։ Տես քուրս ես, դրա համար էլ ասում եմ քեզ։ Կիսվում եմ հետդ։ Որ խոսում եմ, անհանգստությունս անցնում է։ Համ Էլիզին ասել եմ, որ ինքը ճիշտ է, համ էլ որ գնում է այդ տուն, տեղս չեմ գտնում։ Չգիտեմ առօրվանից քանի անգամ արդեն ճնշման տեղ եմ խմել։ Արև ջան, չիջնես, գալիս եմ։ Էս շենքն է։ Հա։ Բան ունեիք ասելու։ Էլիս ջան,
Դու Մագդայի տարիքին ես ու ես չեմ ուզում քեզ նեղացնել։ Դրա համար ճիշտ կլինի, որ խոսենք։ Դու մեր տուն ես մտնում, ես իմ ամենահարազատ մարդկանց քո հետ եմ թողնում։ Ինչ-որ բան եմ արել։ Նայ, մեր տան ամեն ինչ էլ կարա լինի։ Օրինակ կարաս ինչ-որ բան փչացնես կամ ինչ-որ բան կոտրես, դա նորմալ է։ Մենք էլ ենք անում, մարդ ենք։ Ու պետք չի դրա համար վախենալ կամ ամաչել։ Բայց պետք էլ չի նաև սուտ խոսալ։ Նայ, նորից եմ ասում։ Ես չեմ նեղվի, եթե ինչ-որ բան մեր տանը կոտրես կամ փչացնես։ Բայց եթե սուտ խոսաս, այդ դա լավ չի։ Ես կմտածեմ, որ երեխուս քո մոտ թողնել այդքան էլ լավ գաղափար չի։ Էլիս ջան, ես քեզ պետքա վստահ եմ, շատ վստահ եմ։ Դու պատասխանատու ես արևի համար։ Դու պատկերացնում ես, ինչա դա նշանակում։ Ես պատկերացնում եմ։ Բայց չեմ հասկանում ինչ եք խոսում։ Հիմա որ սենց ես խոսում, ավելի եմ վախենում։ Բայց ես ինչն եմ խաբել։ Բացի քեզնից սա ոչ ոք չէր կարող անել։ Բայց դու չես եկել ասես, որ հանկարծակի ստացել, մտածել ես, որ անպետք թուղթ է։ Դրա հակառակը պատրված մասերը դուրս ես անել, որ չգտնենք։ Բա որ ավելի կարևոր բան լիներ, ես ոնց պետքա քեզ վստահեի։ Հիմա քանի խոսում ենք, ես առաջարկում եմ, որ մի անգամից ամեն ինչ ասես, որ հասկանանք իրար ու որոշենք ինչ ենք անում։